Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է։ Այսօր ձեզ հետ ես եմ, Սիրանուշ Օհանյանը։ Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր հանդիպման ընթացքում մենք կխոսենք այսպես ասած եսասիրությունից։ Երբեմն ծնողներն ասում են, որ իրենց երեխաներից մեկը եսասեր է, մեծամիտ է եւ հնարավորության դեպքում անընդհատ ճնշում է ընտանիքի մյուս երեխային կամ երեխաներին։ Հաճախ մատնանշում են, որ երեխան անընդհատ ներկայացնում է իր առավելությունները, մյուս երեխայի հանդեպ գերակայությունը եւ մատնացույց է անում մյուս երեխայի այսպես ասած թերությունները։ Եկեք այսօր միասին փորձենք հասկանալ, թե ինչ հիմք ունի այսպես ասած գերարժեքության բարդույթը։ Իրականում մի կարևոր բան ասեմ, շատ հաճախ մեր գերարժեքության բարդույթի տակ կարող է թաքնված լինել թերարժեքության բարդույթը, այսինքն ամեն անգամ մեր անձի մասին որևէ ամպագորգոր, գեղեցիկ բառեր ներկայացնելով մենք փորձենք ինքներս մեզ կամ դիմացինին ապացուցել, թե որքան կարևոր ենք, որքան արժեքավոր ենք եւ այլն, ու հատկապես այդ տարբերակը գործում է երեխաների դեպքում։ Այսինքն շատ հավանական է, որ այն երեխան, ով հաճախ գոռոզանում է, մեծամտանում է, նվաստացնում է ընտանիքի մյուս բալիկներին, իրականում հոգու խորքում ինքն իրենից շատ դժգոհ է։ Դուք կարող եք այդ ամենը նկատել անգամ առօրյայում կենցաղային որևէ հարցերի մեջ։ Երբեմն երեխան դժգոհում է, որ իր մոտ ինչ-որ բան չի ստացվում, դա ակնհայտ է լինում։ Իսկ երբեմն էլ մտածելով, նախապես ենթադրելով, որ չի ստացվելու, ասում է, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ կստացվի եւ փորձելու կարիք անգամ չկա, ու սովորելու կարիք էլ չունի, որևէ լրացուցիչ գիտելիքի կարիք չունի, որովհետև միևնույն է իր մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվելու։ Նման խնդիրներ լինում են հատկապես ուսումնական գործունեության ընթացքում։ Երբեմն ծնողները դժգոհում են ասելով, որ երեխաները չեն ցանկանում երկրորդ անգամ իրենց հանձնարարված դասը կարդալ, այսպես ասած ալարում են եւ այլն, բայց ասելու փոխարեն, որ հոգնած են, չեն ցանկանում եւ այլն, ասում են, որ շատ լավ ենք սովորել դասը, երկրորդ անգամ կարդալու կարիք ընդհանրապես չկա։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտող, եկեք անդրադառնանք մի քանի կետերի, թե ինչն է երեխաների համար գոռոզանալու, մեծամտանալու, այսպես ասած եսասեր դառնալու պատճառ հանդիսանում։ Եվ ինչպես հաճախ ենք ասում, ցանկացած խնդիր կարող ենք գտնել ընտանիքի ներսում, խնդրի սկիզբը։ Եթե դուք ունեք մի քանի երեխաներ եւ շատ հաճախ այդ երեխաների նկատմամբ համեմատական վերաբերմունք եք կիրառում, այսինքն անդադար ընտանիքի մի երեխային համեմատում եք մյուսի հետ եւ մատնացույց եք անում երեխաներից մեկի այսպես ասած թերի սխալական լինելը, մյուս երեխայի մոտ որոշակի դիրքորոշում է ձևավորվում, նա ավելի շատ է լարվում, բարկանում եւ բացասաբար տրամադրվում մյուս երեխայի նկատմամբ։ Օրինակ, եթե դուք ձեր աղջկան ասում եք, որ ձեր տղան իր համեմատ ավելի խելացի է, աշխատասեր է, ամեն ինչ կարողանում է ավելի ճիշտ անել, կարիք չի լինում իրեն օգնելու, շատ հավանական է, որ ձեր աղջիկը բացասաբար կտրամադրվի իր եղբոր նկատմամբ եւ հաջորդ անգամներն ամեն կերպ կփորձի ջանալ իր եղբոր արժանինքներն ավելի փոքր ցույց տալու եւ անընդհատ այն ամենը, ինչ դուք կիրառել եք իրենց նկատմամբ, նա կկիրառի եղբոր հանդեպ։ Այսինքն, եթե դուք ցույց եք տվել, որ աղջիկը ինչ-ինչ պատճառներով ավելի վատ է սովորում, ավելի ուշ է ընկալում, ավելի ուշ է հասկանում եւ այլն, նա այդ ամենը ցույց կտա եղբոր նկատմամբ, կասի, որ եղբայրը այս հարցերում այսպիսին է, այնպիսին է եւ այդ ամենը կներկայացնի վատ լույսի ներքո։ Կարծում եմ, եթե անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ, կհիշեք նմանատիպ դրվագներ, որոնք նախկինում ձեզ հետ տեղի են ունեցել։ Եվ ձեր մանկության տարիներին, եւ նաեւ արդեն այն ժամանակ, երբ դուք ինքներդ ծնող եք։ Դրա համար հարգելի ծնողներ, շատ կարևոր է, որպեսզի դուք ոչ թե երեխաներին համեմատեք մեկը մյուսի հետ, քրոջ, եղբոր, անգամ հարևանի կամ բարեկամի երեխայի հետ, ոչ թե անընդհատ ասեք, որ երեխաներից մեկը մյուսից լավն է, այլ իրենց ի սկզբանե բացատրեք, որ իրենք բոլորն էլ շատ լավն են,
ու դուք իրենց սիրում եք պարզապես նրա համար, որ իրենք կան, այսինքն իրենց ցուցադրեք անշահախնդիր սիրո տարբերակ, որովհետև նրանք վերջնական արդյունքում ձեզնից են այդ ամենը սովորում։ Եթե դուք ձեր երեխաներին սիրում եք պայմանական, այսինքն եթե լավ է սովորում դպրոցում, դասերն անում է ժամանակին, ոչ մի խնդիր չի ստեղծում, նոր դուք իրեն սիրում եք, երեխաներն այդ ամենը ձեզնից տեսնելով կրկնում են նաև եղբոր, քրոջ, դասընկերոջ կամ մնացած այլ ծանոթ հարազատ բարեկամների նկատմամբ։ Դրա համար կարևոր է, որպեսզի դուք լինեք այն կապող օղակը, երբ օրինակ եղբայրը կամ քույրը վիճում են իրար հետ, չեն գալիս ընդհանուր համաձայնության, որևէ հարցի շուրջ անընդհատ լինում են անախորժ իրավիճակներ եւ այլն։ Դուք կարող եք իրենց բացատրել, որ իրենք իրականում երկուսն էլ լավագույն որակներով օժտված են եւ որ շատ կարեւոր է, որ իրենք հետագայում էլ կարողանան այդ լավ որակները զարգացնել, որովհետեւ իրականում չկան անսխալական մարդիկ։ Մենք ինքներս էլ անկախ մեր տարիքը ժամանակ առ ժամանակ կարող ենք շատ հարցերում սխալներ թույլ տալ, իսկ այդ սխալները մեզ համար շատ կարեւոր հիմք են հանդիսանում, որպեսզի հետագայում մենք ավելի իմաստուն կերպով գործենք։ Մի գեղեցիկ խոսք կա, ասում են, որ ծուռ արմատների, թեք արմատների վրա ծառերն ավելի ամուր են լինում, այսինքն ցանկացած սխալ, որ մենք մեր կյանքի ընթացքում թույլ ենք տալիս, մեզ օգնում է, որպեսզի մենք ավելի լավ կայանանք, ավելի ճիշտ ապրենք մեր կյանքը ու հետագայում խուսափենք նման խնդիրների առաջ կրկին հանդիպելուց, բախվելուց։ Այսպիսով, հարգելի ծնողներ, միշտ հիշեք, որ ամեն անգամ, երբ դուք ձեր բերանը կբացեք երեխաներին քննադատելու, համեմատելու համար, մի քանի վայրկյան կանգ առեք եւ հասկացեք, որ իրականում նման դեպքում դուք վնաս եք հասցնում երեխաներին։ Իրենց մեջ առաջացնում եք անառողջ մրցակցություն, որի պատճառով հետագայում երեխաներն ունենում են վատ հարաբերություններ։ Եվս մեկ կենցաղային օրինակ բերեմ։ Շատ հաճախ երեխաներին որևէ տեսակի սնունդ ուտեցնելու համար, այսպես ասած, անառողջ մրցակցություն առաջացնում են ընտանիքի անդամները։ Այսինքն քաջ գիտենալով, որ երեխաներից մեկը բացարձակապես չի սիրում այդ ուտելիքը, այնուամենայնիվ որևէ խրախուսական մրցանակ խոստանալու շնորհիվ փորձում են անել այնպես, որ այդ երեխան ուտի իր համար տհաճ ուտելիքը։ Պատկերացնում եք, որքան տհաճության, բայց ամեն դեպքում փորձում է ուտել, որպեսզի քրոջից կամ եղբորից ետ չմնա, որպեսզի կրկին չգովեն քրոջը կամ եղբորը ասելով, որ շատ խելացի է, շատ արագաշարժ է, շատ խելոք է, լսում է ծնողներին, իսկ դու ամեն անգամ այսպես ափսեիդ մեջ շատ ուտելիք ես թողում եւ այլն։ Մենք էլ չէ ունենք մեր կյանքում որոշակի ուտեստներ, որոնց տեսքն անգամ մեզ համար տհաճ է, եւ պետք չէ երեխային բռնության միջոցով ստիպել ուտել այն ամենն, ինչ իր համար կարող է տհաճության պատճառ հանդիսանալ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ հաճախ կարող է այդ ամենը նաև որոշակի ալերգիկ ռեակցիայի, մաշկի ցանավորման ու այլ բարդությունների պատճառ հանդիսանալ։ Հետևաբար, եկեք adekvat գնահատենք յուրաքանչյուր երեխայի կարողությունը, առանձնահատկությունը, ունակությունները եւ այլն։ Ու ամեն անգամ երեխաներին մոտենանք որպես անհատականություն։ Չէ՞ որ ինչպես հաճախ ենք ասում, միևնույն խրախուսանքը երեխաների վրա կարող է տարբեր ազդեցություններ ունենալ։ Ու կան երեխաներ, որոնց համար մոտիվացնող է ծնողի դրական խոսքը, խրախուսանքը եւ այլն, իսկ կան երեխաներ, որոնց համար որոշակի արգելքներն են դառնում մոտիվացիայի աղբյուր։ Այսինքն միջև երեխային չեք զրկում հեռախոսից, համացանցից կամ նմանատիպ այլ իր համար տվյալ պահին կարևորություն ներկայացնող բանից, երեխան չի սովորում դասերը։ Իսկ եթե դուք ճիշտ հակառակ գործողությունն անեք, միգուցե նա այդքան պատրաստական չաներ դասերը։ Մի խոսքով կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ ձեզնից յուրաքանչյուրը իր երեխայի համար բնորոշ, իր առանձնահատկությունները հաշվի առնող որևէ մոդել ստեղծի դաստիարակության համար եւ հետագայում դրա կիրառումը օգնի, որպեսզի ընտանիքի ներսում լինի խաղաղություն, սեր եւ համերաշխություն։
մի այսպիսի օրինակ բերեմ։ Շատ հաճախ, երբ ընտանիքում երկրորդ բալիկ է ծնվում, մեծ երեխաները սկսում են ծաղրել փոքրիկին, ասելով, որ նա ոչինչ դեռ չի կարողանում անել, փորձում են ինչ-որ ձևով իր հաշվին ցույց տալ իրենց առավելությունը։ Եվ այստեղ ձեզ օգնության է հասնում ճիշտ ռազմավարությունը։ Դուք կարող եք մեծ երեխային բացատրել, որ փոքրիկը տվյալ պահին շատ ունի իր աջակցության կարիքը, որ շատ լավ է, որ փոքրիկ բալիկը նման խելացի, հոգատար, մեծ քույր կամ եղբայր ունի, ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստ է օգնելու իրեն։ Արժևորելով մեծ երեխային, դուք կարողանում եք նրա մեջ առաջացնել խղճահարություն, սրտացավություն փոքրի նկատմամբ, եւ լարվածությունը, ագրեսիան անմիջապես վերափոխվում է ավելի դրական ապրումների։ Կարևոր է նաև, որպեսզի դուք ամեն անգամ երեխայի մասին որևէ բան ասելիս շատ զգույշ լինեք ձեր խոսքերում։ Լինում են դեպքեր, երբ օրինակ մեկ գավաթ սուրճի սեղանի շուրջ կատարված զրույցների ընթացքում դուք ասում եք պարզապես որևէ արտահայտություն կամ ինչ-որ մի դեպք եք նկարագրում մեծահասակներով, որոնք որ այդքան էլ լավ լույսի ներքո չեն ներկայացնում ձեր երեխային։ Օրինակ, իմ չարաճճին այսօր այսպիսի մի բան է արել։ Երեխան թվում է այդ պահին ուղղակի խաղով է տարված եւ ձեզ չի լսում։ Դուք սկսում եք վերլուծել երեխայի վարքը, ինչ-որ ձևով քննադատաբար մոտենալով այդ ամենին եւ մտածում եք, որ ամեն ինչ կարգին է։ Ուղղակի զրուցել եք։ Բայց անցնում է մի որոշ ժամանակ եւ դուք նկատում եք, որ երեխայի վարքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Նա ձեզ կոպտում է կամ գոռում է, կոտրում է խաղալիքներ ու նմանատիպ այլ բաներ։ Իսկ իրականում երեխան լսելով ձեր քննադատությունը, որոշակի դիրքորոշված խոսքերը եւ այլն, ընկճվում է իր ներսում, լարվում է եւ նեղսրտում է, բայց քանի որ չի կարողանում այդ ամենը ձեզ բացատրել եւ դեռևս պատկերացում չունի իր հույզերի մասին, անմիջապես այդ ընկճվածությունը վերափոխվում է զայրույթի, կոպտության, ագրեսիայի եւ այլն։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր խոսքի հանդեպ դուք լինեք շատ ուշադիր։ Այստեղ իրականում ուզում եմ եւս մի կարևոր կետ նշել։ Հաճախ երբ մենք խոսում ենք երեխաների հանդեպ ջերմ վերաբերմունքի, ներողամտության եւ այլնի մասին, ավագ սերնդի ներկայացուցիչները ասում են, որ իրենց ժամանակ չեն եղել մասնագետներ, հոգեբաններ, լոգոպեդներ, իրենց երեխաներն ավելի խիստ պայմաններում են մեծացել, բայց ոչ մի խնդիր երեխաների մոտ չի եղել։ Երբեմն նույնիսկ քննադատում են, ասելով, որ չափից դուրս փափուկ միջավայրում ենք փորձում մեծացնել երեխաներին, բայց հարգելի ավագ սերնդի ներկայացուցիչներ, եթե դուք ինքներդ ձեզ հետ ավելի անկեղծ լինեք, դուք իսկապես կընդունեք, որ նախկինում, եթե ավելի խիստ ու կոպիտ եք վարվել երեխաների հետ կամ ձեր հանդեպ են նմանատիպ վերաբերմունք ցուցաբերել, դուք իրականում բազմաթիվ բարդույթներ ունեք, որոնք ձեզ ողջ կյանքի ընթացքում ուղեկցել են եւ բազմաթիվ խնդիրների առաջացման պատճառ են հանդիսացել։ Օրինակ պատկերացրեք մարդ, ով ունի լեզվի հետ կապված որոշակի խնդիր եւ նախկինում լոգոպեդների բացակայությամբ պայմանավորված այդ խնդիրը տարիներ շարունակ իրեն ուղեկցել է, հասուն տարիքում ունենում է բազմաթիվ բարդույթներ։ Խուսափում է շփվելուց, խուսափում է խոսելուց ու նմանատիպ այլ բաներ։ Սա ընդամենը փոքրիկ օրինակ է նրա, թե որքան կարևոր է, որ գիտության, ժամանակի հետ զուգընթաց, մասնագիտական որակների բարելավման հետ զուգընթաց յուրաքանչյուր խնդրի համար լավագույն լուծում գտնելը։ Թե հոգեբանը, թե լոգոպեդը եւ նմանատիպ այլ մասնագետներ իրականում ցանկանում են օգնել մարդկանց, որպեսզի իրենց կյանքի որակն ավելի բարելավի եւ նրանց խոսքում կամ գործի մեջ չկա որևէ բացասական բան։ Իրականում այդ ամենը հետապնդում է ընդամենը մեկ շահ՝ կյանքի որակի բարելավում, մարդկային ունակությունների գնահատում եւ խրախուսում, չէ՞ որ երբեմն մենք ինքներս էլ դեռևս չգիտենք, թե որքան կարեւոր գործերի ենք ընդունակ։ Իսկ հաղորդման երկրորդ հատվածում ձեզ կներկայացնեմ մի փոքրիկ թերապևտիկ հեքիաթ այսօրվա թեմայի վերաբերյալ։ Հեքիաթի գլխավոր հերոսի անունն իրականում պայմանականորեն է ընտրված եւ դուք ձեր երեխային հեքիաթը պատմելուց կարող եք ընտրել ցանկացած անուն, որը օրինակ ձեր երեխային կամ ձեզ ավելի հոգեհարազատ է։ Այսօրվա մեր հեքիաթի հերոսը Արսենն է։ Արսենն իրականում անընդհատ
վիճաբանության մեջ էր մտնում քույրիկի հետ։ Անընդհատ ասում էր, որ ինքն ավելի լավն է, որ ինքն ավելի խելացի է, բանիմաց է եւ իր մոտ ամեն ինչ ստացվում է՝ ի տարբերություն քույրիկի։ Երբեմն քույրիկին ասում էր, որ քույրիկը խելացի չէ, դմբո է, շատ ուշ է ինչ-որ բան հասկանում, պետք է մի քանի անգամ բացատրել եւ այլն։ Բնականաբար դրանից քույրիկը շատ էր ընկճվում, երբեմն մոտենում էր մայրիկին կամ հայրիկին, հայտնում էր իր դժգոհությունը, բայց Արսենն իրականում նման խոսքեր ասում էր ոչ միայն քույրիկին, այլև շրջապատում բոլորի նկատմամբ։ Նա կամ ինչ-որ մեկին շատ սիրում էր, կամ էլ ճիշտ հակառակը, առհասարակ չէր սիրում։ Եվ մշտապես այդ ամենն արտահայտում էր։ Սերը մի քիչ ավելի քիչ, իսկ դժգոհությունը, բողոքը, գոռոզությունը միշտ ավելի շատ։ Ու աստիճանաբար Արսենը նկատում էր, որ որքան էլ վատ բառեր է օգտագործում, որքան էլ թվում է իր ցանկությունները բառացիորեն հայտնում է, միևնույն է հոգու խորքում ինչ որ մի բան իր համար կիսատ է թվում։ Եվ ամեն անգամ, երբ նա մոտենում էր իր սենյակ, մտնում էր սենյակ, շատ էր տխրում եւ արտասվելու ցանկություններ իր մոտ առաջանում, բայց իրականում ինքն էլ չգիտեր, թե դա ինչով է պայմանավորված։ Բնականաբար ամեն անգամ, երբ կոպիտ խոսքեր էր ասում, շրջապատի մարդիկ իրենից վիրավորվում էին ու չէին ցանկանում ոչ խաղալ իր հետ, ոչ խոսել, ոչ էլ համատեղ ժամանց ունենալ։ Օրերից մի օր, երբ Արսենը գնաց քնելու, երազին իրեն հյուր եկավ կախարդական նապաստակը։ Բայց շատ հետաքրքիր է, որ նապաստակը շատ տխուր էր եւ ձեռքը դրած կրծքավանդակին ինչ որ բան էր թաքցնում։ Երբ Արսենը նապաստակին հարցրեց, թե ինչ է թաքցնում, նապաստակն ասաց, որ սիրտն է թաքցնում, որովհետեւ վախենում է, որ իր նուրբ ու քնքուշ սիրտը կվնասվի, եթե բաց լինի։ Ու ասաց, որ իրականում Արսենն էլ է այդպես վարվում։ Իրականում Արսենը շատ բարի, հոգատար ու ջերմ է, բայց երբեմն, երբ իրեն ճիշտ չեն հասկանում, նա դրանից շատ է բարկանում եւ սկսում է աջ ու ձախ բոլորին վիրավորել։ Արսենը տեսնելով նապաստակին փորձեց իրեն օգնել եւ ասել, որ իրականում չի կարծում, որ ճիշտ մարդիկ, բարի մարդիկ նապաստակին փորձեն վնասել կամ բարի կենդանիները։ Նապաստակը Արսենի հետ պայմանավորվեց, որ արթնանալուն պես արդեն երկուսն էլ փորձելու են ավելի գեղեցիկ խոսքերով, մեղմ, սիրով ու ջերմությամբ շփվել շրջապատող մարդկանց հետ եւ այդ ամենը միգուցե թույլ տա, որպեսզի իրեն սիրտն ավելի պաշտպանված լինի, իսկ շրջապատող մարդիկ էլ ավելի երջանիկ լինեն։ Առավոտյան արթնանալուն պես Արսենը մոտեցավ քույրիկին եւ ասաց, որ քույրիկն այդ օրը շատ գեղեցիկ է։ Օրվա ընթացքում փորձեց քույրիկին խնձոր հյուրասիրել, փորձեց խնդրել, որպեսզի միասին գնան բակ խաղալու եւ այլն։ Պատկերացնում եք Արսենի քրոջ զարմանքը, երբ ամեն անգամ որևէ հարցի շուրջ քննադատության ենթարկվելուց, անընդհատ ծաղրի ենթարկվելուց հետո ամբողջ օրն Արսենի կողմից միայն գեղեցիկ խոսքեր է լսում, ջերմ վերաբերմունք եւ քնքշություն։ Բնականաբար այդ ամենը սկզբում շատ անսովոր էր, բայց աստիճանաբար նրա քույրիկը շատ ուրախացավ եւ իրենց հարաբերություններն ավելի ջերմ դարձան։ Երբ Արսենն ինչ-որ գեղեցիկ ու բարի խոսք ասաց իրեն, նա էլ փորձեց Արսենին բարի խոսք ասել, երբ Արսենը որևէ միտք հյուրասիրեց իրեն, նա էլ փորձեց Արսենին հյուրասիրել եւ այդպես շարունակ։ Ու իրականում Արսենի շուրջն ամեն ինչ մեկ վայրկյանում փոխվեց։ Կարծես կախարդանք լիներ։ Եթե նախկինում բոլորն իրեն թվում էին տգեղ, չար, ինչ որ վատ տեսանկյունից էր նայում, նա նկատեց, որ շրջապատի մարդիկ բոլորն էլ բարյացկամ են տրամադրված իր նկատմամբ, ասեմ ավելին, շատ սիրում են իրեն։ Այդ օրվանից սկսած նա որոշեց, որ այլևս պետք չէ սիրտը թաքցնել, այսինքն սերն ու ջերմությունը թաքցնել կոպտության տակ, ու պետք է անել ճիշտ հակառակը, հնարավորինս ջերմ ու բարի զգացմունքներով վերաբերվել մարդկանց, ու այդ ամենը բնականաբար պատասխան կվերադառնա իրեն։ Դե ինչ հարգելի հեռուստադիտող, հուսով ենք, որ այսօրվա հաղորդումը եւ թերապևտիկ հեքիաթը ձեզ համար օգտակար եղան։ Իսկ ձեզ անհանգստացնող հարցերը, կարծիքները դուք կարող եք գրել YouTube-յան մեր ալիքի ծնողի կողքին դաշտում։ Սիրով կսպասենք ձեր հարցերին եւ կփորձենք հնարավորինս օգնել ձեզ։ Իսկ ձեզ հետ այսօր ես էի Սիրանուշ Օհանյանը։ Կհանդիպենք։